Զիջել, ինչ ենք զիջել։ Ոչ մի զիջում 7 տարում Հայաստանն ավելի անկախ ու ինքնիշխան է, սա է փորձել համոզել Հայաստանի վարչապետը 45 րոպեանոց իր հարցազրույցում ու նորից պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն թուղթը, որի բովանդակությունը գաղտնազերծված չէ։ Երևանում խաղաղության մասին են գոռում, գեղամասարում, շշուկով խոսում, կուտակումների մասին։ Սահմանին ապրող մարդիկ արդեն 7 տարի է անհանգիստ են քնում։ Անգամից բոմբը գցեն ժողովրդի վրա, որ էդի ասեն վտանգ է, հա։ Թողարկման առաջին մասում ռեպորտաժ կունենանք նախընտրական Գյումրիից, որտեղ առաքյունը ոչինչ չի փոխել նախընտրական թեժ մթնոլորտում։ Հեղափոխությունը կլինի Գյումրիից, կտեսնեք։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը։ Եվ այսպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու իր մտադրության մասին հայտարարելուց հետո Հայաստանի վարչապետը ադրբեջանական տեղեկատվական ակտիվացած կրակահերթերի ֆոնին արցախահայության եւ գերիների ճակատագրի շուրջ եղած անորոշության պայմաններում հարցազրույց է տվել հանրային հեռուստատեսությանը։ Նիկոլ Փաշինյանը 45 րոպե խոսել է։ Արփի Սուքիասյանը նրա մտքերը հավաքել է առանց մեկնաբանության։ Զիջել, ինչ ենք զիջել։ Սկսած Լեռնային Ղարաբաղից։ Ինչն ենք զիջել, մի հատ ասեք, ինչ ենք զիջել, կամ գիրանց ոսկեպար հատվածում, ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք։ Ինչ ենք, եթե զիջել ենք, ինչ ենք զիջել։ Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որը ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության։ Ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա։ Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։ Նույն արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի եւ իրագործվի։ Եվ ճիշտ ասած իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել։ Ես հանձնարարել եմ ստուգեն, ընդհանրապես այտենց պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց որ ստորագրեցինք, այն կհանրայնացվի եւ երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը մենք կունենանք այլևս ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։ Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում։ Չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ 2020 թվականի դեկտեմբերին այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ կոնկրետ օր եմ ասել եմ, այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան եւ դա տեղի չի ունեցել եւ դա եղել է առաջին եւ վերջին անգամը, երբ որ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնել։ Ավելի լավ անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան թե ակնկալիք առաջացնել եւ հիասթափություն առաջ բերել։ Ձեր հարցի երրորդ կոմպոնենտն ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւս մեկ անգամ չի բացառել Փաշինյանը, նա բացատրել է, որ կան հարցեր, որոնք քննարկելի են ու հարցեր, որոնք քննարկելի չեն։ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումը քննարկելի հարցերից է, քանի որ իրենք խաղաղության են գնում, հետեւաբար այդ ֆորմատը կորցնում է արդիականությունը։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ըստ էության ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք առանց սրբագրումների կամ առանց շպարի, ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում
կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք, քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել, որ եւ արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա, բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումը այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումը ամփոփելով կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ սա կարևոր նրբություն է, բայց ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի եւ օրակարգային հարց է եւ մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ ոնց ինչպես, ելի եմ ասում, ժամկետը նպատակ չի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ընդամենը մեկն է այս պահին մեզ հայտնի Ադրբեջանի նախապայմաններից, գրեթե ամեն օր Բաքուն հիշեցնում է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, ինչը ըստ էության չի բացառում Փաշինյանը, չնայած պնդումներին, թե դա Հայաստանի ներքին գործն է։ Եվ ի վերջո Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը իշխանությունը ստանձնել է այդ սահմանադրությամբ ու անգամ իր նախընտրական ծրագրի կետերն է համապատասխանեցրել դրան, այսօր առանց աչք թարթելու ասում է, որ երկրի մայր օրենքը լեգիտիմ չէ, որ Հայաստանը խեղդող պարանից Արցախից ազատվելը ձեռք բերում է ոչ մի զիջում, ավելի քան 200 քառակուսի մետր օկուպացված տարածքով պետությունը դեռ այսքան ինքնիշխան ու անկախ չի եղել։ Իդեպ ՀԱՊԿ-ի աշխատանքից դժգոհ Նիկոլ Փաշինյանը ըստ մամուլի հանձնարարել է իր կաբինետին սերտացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ։ Հայաստան-Ադրբեջան հեռահար բանավեճին ու հայ պաշտոնյաների անհոգ ելույթներին ուշի ուշով են հետևում Հայաստանի արևելյան սահմանագծին ապրող մարդիկ։ Լսել են նաև Փաշինյանի հավաստիացումները, թե էսկալացիայի հիմք չունեն ադրբեջանցիները, բայց լսածից ավելի հանգիստ չեն քնում։ Սոտքի, Կութի եւ Վերիշոժայի բնակիչների հետ Լիլիթ Խալաթյանն է զրուցել։ Խախանդ է եղել։ Խաղաղ է եղել գիշերը Հայաստանի արևելյան սահմանին, վստահեցնում են Սոտքի բնակիչները։ Նույնը չեն կարող ասել նախորդ օրվա մասին։ Ինչ որ վերևից այդ շորջի կոմելից տանից ասմա ձենձուն է եկել։ Էդի երեկվա պահով եմ ասում, երեշեք ինտաների ասեց հանդեղեք երաներից ձեն է եկել կրակոցների։ Վերին շորջի դեպի ջերմուկի, դե ջերմուկը լն կրակում հիմա մրմոտերը ձենը լսվում է, մոտա չէ, այդտեղից այդ ծարերից արձագանքելով ձեները կյալիս է։ Վերին շորժայում կրակոցների մասին հստակ տեղեկություններ չունի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։ Սահմանին իրավիճակի մասին ինքն իմանում է հեռախոսազանգերի միջոցով։ Զանգել եմ, հարցրել եմ, ասել եմ հանգիստ է։ Կրակոցների մասին հարցրել եք, ձեզ ասել են կրակոցներ չկան, հանգիստ է։ Այո, ես տեղյակ չեմ, հարցրել եմ, զանգել եմ, հարցրել եմ, քանի որ ես հիվանդանոց ունեմ այս պահին։ Եթե անձամբ էլ կրակոցներ չեն լսել, կրակոցների մասին խոսակցությունները գյուղացիներին հանգիստ չեն տալիս։ Անհանգստանալու համար հիմնավոր պատճառ ունեն։ Լսել են պաշտպանության նախարարի յուրօրինակ երգումը, թե վտանգավոր կրակոցների մասին հայտնում է նախարարությունը։ Իրանք մի մտքալ ունեն վտանգավորը պետք է մի անգամից բոմբը գցեն ժողովրդի վրա, որ էդի ասեն վտանգա, հա։ Որ բնակիչները խուճապի են մատնվում նաև հնարավոր էսկալացիայի մասին խոսակցություններից արդարացված է Սոտքի բնակչի համար։ Սահմանամերձ գյուղում էլ ուշի ուշով հետևում են Հայաստան-Ադրբեջան հեռահար երկխոսությանը։ Երևանից խաղաղության մասին են գոռում, Գեղամասար համայնքում փսփսում են կուտակումների մասին։ Կուտակումների մասին լուրերը ուրբաթերքել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նշել, թե այս պահին գետնի վրա նման երևույթներ տեսանելի չեն։ Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Անվտանգության խնդիրներն են Վարդան Ղուկասյանին ստիպել վերադառնալ քաղաքականություն։ Կոմկուսի քաղաքապետի թեկնածուի նախընտրական ծրագրում հատուկ տեղ ունի երիտասարդների ռազմական կրթությունը։ Գյումրիից Ալբերտ Սրոփյանի եւ Հենրիկ Համազասպյանի ռեպորտաժը Լիլիթ Սարգսյանն է ներկայացնում։ Ռազմական դպրոց պետք է ունենա Գյումրին։ Ընտրողներին խոստանում է քաղաքապետական այդպիսի դպրոց կառուցել Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Ռազմական դպրոցը մենք ունենք 17 սպորտ դպրոց։
որ մոտավորապես 7 դպրոցի բորոք է բացվել եւ մնացածը զինել ենք, վերակառուցել ենք եւ ամեն ինչ։ Երաշտական դպրոցներ։ Ուրեմն մենք ինչի պետք է այսօրվա այս լուրջ վիճակում երկիրը կանգնած է պատերազմի շեմին մշտական, այո, քաղաքապետարանը պետք է ունենա ռազմական դպրոց եւ երեխեքին պատրաստի ուղարկի բանակ։ Ղուկասյանի կարծիքով երկրի անվտանգային իրավիճակն է ստիպում, որ սահմանից հեռու քաղաքներում այդպիսի կրթական կենտրոններ գործեն։ Հրանոթների սովորեցում լուրջ մասնագետներ են բերելու եւ մինամյոտ կրակել եւ կարեւոր է թրջողանոթաճու սարքերը, որը այսօր պատերազմի սիրտն է հանդիսանում, դրանք անպայման պետք է մենք ունենանք եւ մասնագետներ պետք է բերենք եւ պետք է պատրաստենք անպայման եւ քաղաքային բյուջեից պետք է որոշակի մասնակցություն ունենանք եւ անհատական ամեն մեկս պետք է մեր ֆինանսներից ներդրում անենք։ Հենց անվտանգային խնդիրներն են իրեն ստիպել վերադառնալ քաղաքականություն։ Գյումրու Ձորի Մայլա կոչվող թաղամասի բնակիչների առաջ հայտարարում է Գյումրիի քաղաքապետի թեկնածուն։ Սյունիքի հարցն են առաջ քաշել։ Կտեսնեք մի քանի վաղ հետո սրանք առաջ կքաշեն Սևանա լճի խնդիրը, որովհետև աշխարհում ջուրը պակասում է, իսկ Սևանը դա իրենից ներկայացնում է, որ ամբողջ աշխարհում պահանջարկ է լինելու Սևանին, գազից, նավթից, բենզինից ավելի թանկ է Սևանը։ Առատձյան տակ 5 աստիճան ցրտին բազմաթիվ գյումրեցիներ են հավաքվել Ղուկասյանին լսելու, նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին աչքով աչք չեն ունեցել նախկին քաղաքապետի հետ։ Այն վաղ կռիվներ կար, չէ՞ մայլամայլիտ եմ, ձեր մայլիտ հասիբի 5 կքաշեր, հիսեք։ Մեզ հետ ենքան են կրվե, ապստգոց։ Բայց ընկերացել ենք կարևորը։ Լավ է, որովհետև մենք իրար չէինք սպանում, կռվում ենք, հետո աղբերություն էինք անում, ով որ կռվով իրար հետ ընկերություն չի արել, դա սուտ է։ Իր մեծ ծրագրերի մասին է պատմում Ղուկասյանը։ Խոստանում ընտրվելուց հետո ֆինանսական հոսքեր ապահովել քաղաքի բյուջե, նոր հիվանդանոց կառուցել, աշխատատեղեր ստեղծել գյումրեցիների համար։ Գյումրեցիներին կոչ է անում անտարբեր չլինել մարտի 30-ին, գնալ ընտրատեղամաս, ընտրել երկրորդ քվեաթերթիկը։ Եվ աղբեր, եւ տղա, եւ աղջիկներ, եւ մնացածը, եւ աղբորս, եւ բոլորը չեն ուզեցել, որ ես առաջադրեմ իմ տեխնազությունս։ Կշահեն իրանք, բայց եթե ընտրեցիք ինձ, կշահեք դուք քաղաքը եւ երկիրը։ Ժողովուրդն իրեն մենակ չի թողնելու, վստահ է Վարդան Ղուկասյանը, հավատացնում է մարտի 30-ից հետո Հայաստանը նոր փուլ է մտնելու։ Կտեսնեք, մի հատ հանկարծ բան եղավ, հեղափոխությունը կլինի Գյումրիից։ Լիլիթ Սարգսյան, Ալբերտ Սերոփյան, Հերիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Մահացու կրակոցներ են այսօր հնչել Էջմիածին քաղաքում, մի խումբ քաղաքացիների վեճը անդառնալի հետևանքներ է ունեցել։ Դաժանությունն ատա ամոթա հայը հային։ Սպիտակը ցնցած ողբերգությունից 5 օր անց 17-ամյա Գրիշայի գերեզմանաթմբից դեռ խնկից ուխ է տարածվում։ Նա սպանվել է մի կնոջ երկար նայելու համար։ Ծեծ խուլիգանություն, դժբախտ պատահարներ, մեկ ամսում դպրոցներում դանակով հարձակումների, աշակերտների վիրավորվելու 8 դեպք է եղել։ Մենք չենք կարողանում երեխաներին մի բան ասել, անմիջապես ծնողը կռիվ է գալիս։ Ստամբուլի բողոքի ալիքը մեծ թափով տարածվում է Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Ստամբուլի քաղաքապետը ու նրա ավելի քան 100 աջակիցները դեռևս փակի տակ են։ Ես այստեղ եմ ոչ ասելու տեղի ունեցող ապարինություններին։ Ամերիկյան կողմը արդեն խոսում է այն տարածքների մասին, որոնք մնալու են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Խոսքը 5 շրջանների մասին է։ Դրանք ռուսալեզու տարածքներ են, այնտեղ հանրաքվեներ են անցկացվել։ Թուրքիայում բողոքի ակցիաների աշխարհագրությունը մեծ թափով ընդլայնվում է։ Ցույցերի երրորդ օրը ըստ ընդդիմադիրների միայն Ստամբուլում փողոց է դուրս եկել շուրջ 300,000 մարդ։ Իրավապահները կոշտ միջոցներ, ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ են օգտագործում ցուցարարների դեմ։ Այդ գազից տուժել է նաև ցուցարարներին միացած Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության падգամավոր Ալի Մահիրին։ Անկարայում, Իզմիրում եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում իշխանությունները հավաքների, ցույցերի հնգօրյա արգելք են սահմանել։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եւ նրա ավելի քան 100 համախոհները դեռ ջաղերի հետևում են։ 23-ամյա թուրքուհի Ջուլիա Համը ժողովրդին Ստամբուլի հրապարակ է կանչում։
Մենք երիտասարդները չենք ուզում Էքրեմ Իմամօղլուին մենակ թողնել։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ժողովրդավարության վերջին փշրանքները մեր երկրում։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը մեկն է այն հազարավոր պատճառներից, որի համար թուրքերն արդեն 4-րդ օրն է փողոցներում են։ Բռնապետությունը, անարդարությունը, վատ կյանքը, որ մեկը ասեն, վերջին 20 տարվա ընթացքում լավ բան չեն տեսել, պատմում են ավելի տարիքով մարդիկ։ Ժողովրդավարությունը սպանվում է մեր երկրում։ Մեր իրավունքները ոտնատակ են տալիս։ Մեր ընտրած պաշտոնյաները կալանավորվում են։ Ես այստեղ եմ ոչ ասելու տեղի ունեցող ապարինություններին։ Երիտասարդները, ինչու՞ չէ, նաև տարիքով մարդիկ չեն լքելու այս հրապարակները։ Իշխանականները չեն էլ հասկանում, որ իրենց անհիմն ձերբակալություններն ու բանտարկությունները հանգեցնելու են Իմամօղլուի նախագահ դառնալու։ Ստամբուլում ցուցարարները ճեղքել են անվտանգության ուժերի շարասյունը մտել քաղաքապետարանի շենք։ Բողոքի ցույցերի առաջին օրից մինչև հիմա ավելի քան 350 քաղաքացի է ձերբակալվել։ Զանգվածային ձերբակալություններից հետո ոստիկանների ու ցուցարարների միջև դաժան բախումներ են սկսվել։ Մարդիկ կոտրել են ոստիկանների տեղադրած բարիկադները, իրավապահները արցունքաբեր գազ են բաց թողել։ Այս տեսարանները ոչ միայն 16 միլիոնանոց Ստամբուլում են, այլև Իզմիրում, Անկարայում։ Փորձում են գողանալ մեր հույսերը, բայց բոլոր երիտասարդների անունից եմ ասում, որ դա նրանց չի հաջողվի։ Մենք այնքան զայրացած ենք իշխանության վրա, որ մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Մարդկանց քանակից մենք էլ ենք շոկի մեջ, սա պատերազմ չէ, սա ընտրություն է, բոլոր իշխանավորները գալիս ու գնում են, վաղուց արդեն նրանց գնալու ժամանակն է։ Էրդողանի թիմը պետք է հրաժարական տա, որ հաջորդները կան։ Այս կիրակի ընդդիմությունը նախատեսում է ամբողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք իրենց մասշտաբով ամենամեծն են լինելու 2013 թվականից հետո։ Մամուլը գրում է, որ իշխանությունը նույնպես պատրաստվում է կիրակնօրյա հանրահավաքներին, ոստիկանական մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով քաղաքի կենտրոնական հատվածներում։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ուրբաթ Ստամբուլում հարձակման է ենթարկվել Իրաքի հյուպատոսությունը, հաղորդվում է, որ զինված հարձակումը իրականացրել է քրդական Դալթոնս կազմակերպությունը, ի պատասխան Իրաքում թուրքական հետախուզական ծառայության ղեկավարներից մեկի Ահմեդ Մուստաֆա Թիմոյի գերեվարման։ Իրաքի արտգործնախարարությունը հաստատել է, որ Ստամբուլում հյուպատոսության շենքը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, տուժածներ չկան։ Վերջին 24 ժամում երկրորդ անգամ են Եմենի հութիների բալիստիկ հրթիռները պատռել Թել Ավիվի երկինքը։ Հութիների շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն այնքան, մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի հարձակումը Եմենի, իսկ Իսրայելը Գազայի վրա։ Ծովում էլ կպահպանվի իսրայելական նավերի տեղաշարժման արգելքը, մինչև Գազայի լիակատար ապաշրջափակումը։ Սիրիան պաշտոնապես խնդրել է Ռուսաստանին արտահանձնել Ասադին, հայտնում է Ալ-Արաբիան։ Հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրին հաղորդում է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան խնդրել է Պուտինին արտահանձնել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին դատաքննության համար։ Ռուս-ուկրաինական քաղաքական ճակատի մասին ամերիկացի պաշտոնյաների խոսքով ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագիրը արդեն քննարկվում է։ Տարածքների բաժանման հարցը նաև ներառելու է պայմանագիրը Ղրիմի կարգավիճակի, Դոնեցկի, Զապարոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջանների հարցն է ամենամեծ խնդիրը, նշում են ամերիկացի պաշտոնյաները, որոնք բանակցում են հակամարտությունը դադարեցնելու համար։ Իսկ Զելենսկին հավանաբար բանակցությունների կողմ դառնալու նպատակով համաձայնել է գնալ արտահերթ ընտրությունների ըստ ամերիկյան կողմի։ Դաշնության նախագահը հայտարարել էր, որ չի բանակցի Զելենսկիի հետ, մինչև չհամոզվի, որ նա լեգիտիմ ղեկավար է։ Ուկրաինայի նախագահը ժամանել է Դոնեցկի շրջան, ավելի ճիշտ այն, ինչ այդ մարզից դեռ մնացել է ուկրաինական վերահսկողության տակ։ Չի նշել Զելենսկին ինչու է գնացել Դոնեցկ, տարածած կադրերից կարելի է ենթադրել, որ այցելել է Ուկրաինայի հաղթանակները հավերժացնող հուշակենտրոն ու լուսանկարվել մի խումբ զինծառայողների հետ։ Ուկրաինայի նախագահը Դոնեցկի հրամանատարական կետերում ստուգել է, թե ինչպես է ընթանում Պոկրովսկի պաշտպանությունը, որը ամեն գնով ուզում են վերցնել ռուսները։ Նա հանդիպել է դրոնների գծով հրամանատարների հետ, ստուգել զինվորների մարտունակությունը։
Շատ փորձագետներ ասում են, թե Զելենսկին այսպես փորձում է բարձրացնել ռեյտինգը իր քանդված երկրում վերընտրվելու համար։ Նա համաձայնվել է ընտրություններ անցկացնել։ Ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնի լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցում վերահաստատել է այդ լուրը։ Նրանք համաձայնվել են, Ուկրաինայում ընտրություններ կլինեն։ Զելենսկին հավանաբար համաձայնել է այս քայլին գնալ, որ կարողանա մի սեղանի շուրջ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, որը բազմիցս հայտարարել է, թե Զելենսկիին չի ճանաչում որպես Ուկրաինայի լեգիտիմ ղեկավար։ Ուկրաինական պատերազմում ամենամեծ խնդիրը ըստ ամերիկացի դիվանագետների Ղրիմի կարգավիճակի, Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի ու Խերսոնի շրջանների հարցն է, որոնց զգալի մասը արդեն Ռուսաստանի ձեռքում է։ Կիևը մինչ օրս չի հաշտվում տարածքների կորստի հետ։ Դրանք ռուսալեզու տարածքներ են, այնտեղ հանրաքվեներ են անցկացվել։ Մարդկանց մեծամասնությունը կողմ է եղել ռուսական իշխանության տակ մնալուն։ Իմ կարծիքով սա է կոնֆլիկտի հանգուցային կետը։ Ուիթքոֆն ավելացրել է, ռուսները արդեն ստացել են այն ամենը, ինչ ուզում էին, վերցրել են 5 շրջաններ, ունեն Ղրիմը, ինչու պիտի ուզենան ամբողջ Ուկրաինան։ Ըստ ամերիկացի դիվանագետի դա ռուսներին պետք չէ։ ԱՄՆ նախագահը եւս բարձրացրել է տարածքային բաժանման հարցը, որի հիման վրա ըստ Թրամփի պետք է քննարկվի Ուկրաինայում հրադադարի հարցը ու ապագա խաղաղության պայմանագիրը։ Ստացվում է, Վաշինգտոնը արդեն անոնսում է, որ 5 շրջանները, որոնք հանրաքվեով Ռուսաստանը վերցրել է, մնալու է Ռուսաստանին։ Հուսով եմ մոտ ժամանակներս մենք կհասնենք կրակի լիակատար դադարեցմանը, ինչից հետո կկնքենք պայմանագիր։ Պայմանագիրն այժմ քննարկվում է, այն վերաբերում է տարածքների բաժանմանը եւ այլ հարցերի։ Այն քննարկվում է, մինչ մենք ձեզ հետ այստեղ խոսում ենք։ Միացյալ Նահանգների նախագահը հինգշաբթի հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը ավարտելու խաղաղության պայմանագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են ռուսական կողմի հետ։ Հասմիկ Սերոփյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ ԱՄՆ նախագահը պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչու նոր պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, եթե այդ երկրի նախագահը մերժել է հրադադարը։ Լրագրողները նկատի ունեն, որ Թրամփ-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո Ռուսաստանը ինտենսիվ կրակում է ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք զինադադարի վերջնաժամկետ է տվել Պուտինին։ Վերջնաժամկետ չէ, բայց ես կարծում եմ, որ նման մի բան կլինի։ Նա ոչ մի հրադադար չի մերժել։ Ռուսները շատ պատժամիջոցների տակ են։ Նրանց դեմ ավելի շատ սանկցիաներ կան, քան որևէ այլ երկրի։ Վերադառնանք Հայաստան, այսօր կեսգիշերն անց մահացու կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում ըստ Շամշյան կոմի, Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում մի խումբ անձանց վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակել է Արմավիրի մարզի 36-ամյա բնակչին։ Արթուր Պարոնյանը գոտկատեղի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Նա մահացել է հիվանդանոցում գիտակցության չգալով։ Մեծ ողբերգության է վերածվել սովորական վեճը Սպիտակում 5 օր առաջ դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը ընդամենը 17 տարեկան էր։ Նա պարզապես մի քիչ երկար էր նայել իրեն դանակով հարվածողի 20-ամյա երիտասարդի կնոջը։ 17-ամյա Գրիշայի թարմ գերեզմանաթմբից դեռ խնկի ծուխ է տարածվում։ 5 օր առաջ դանակահարված պատանուն հինգշաբթի են հուղարկավորել Սպիտակի գերեզմանատանը։ Ցավ ու զայրույթ է ապրում քաղաքը։ Երիտասարդները ափսոսերու վերջ, ուրիշ ոչ մի բան։ Դաժանությունն ատա ամոթա հայը հային, այդ տարիք երեխեն այդ տիպի հերսեր ունենա։ Զիջողություն չկա մարդկանց մեջ, որ զիջային իրար, այդքան բանը չէր ելնի, էլի։ Գրիշան սպանվել է մի անհեթեթ պատճառով սկսված վեճի ժամանակ։ Տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչը խոցել է ամուսնու պատիվը։ Նա էլ եղբոր ու զարմիկի հետ Գրիշային կանչել է գերեզմանատուն հաշիվ մաքրելու։ Տաք գլուխ երիտասարդների վեճն ավարտվել է մահացու դանակահարությամբ։ Գրիշայի կրծքավանդակի մեջ են խրել դանակը։ Ամեն մեկն էլ կարա կյանքում սխալվի, բայց մեկը մեկին հասկանա, եթե կա բառով հասկացողությամբ իրար հասկանալու, ինչ կարիք կա, ասենք, դիմել դանակին։ Դանակ պետք է չի, որ լինի ինչ-որ մեկի մոտ կապ չունի, էլի տարիքային է, դա իրանք տենց զենք այն կապ չունի ինչ տիպի, բայց դա ամեն դեպքում
Վեճերի արդյունքը է սա, բանակի արդյունքը։ Դե աղջկանից էլ է շատ բան գալիս։ Սպանողի եղբոր կինը պատճառ եղավ։ Ըստ նախաքննության 17-ամյա պատանու սպանության մեջ կասկածվում է երիտասարդ կնոջ ամուսնու եղբայրը։ Մենք սաղին էլ նայում ենք, ի՞նչ կապ ունի նայելը։ Երևի հին թշնամություն է, ես չգիտեմ կարա որ չի բան ասել։ Հին թշնամություն 17 եւ 20 տարեկան տղաների մեջ Սպիտակում խոսում են, թե կնոջը, որին նայելու համար կյանքով է հատուցել Գրիշան, ամուսինը փախցրել է 16 տարեկանում։ Գրիշայի ընտանիքում ասում են, որ չեն ճանաչել ոչ այդ կնոջը, ոչ էլ նրա ամուսնուն։ Դժվար թե Գրիշան կապ ունեցած լիներ նրանց հետ։ Անկեղծ ես մենակ այդ տղային եմ ճանաչել, ով որ մահացել է։ Ինքը շատ լավ երեխա է եղել, անկեղծ։ Իրանց ոչ մեկ ոչ մի վատ բան հաստատ չի տեսել։ Թե մահացողի մասին կարամ ասեմ, որ խելոք շնորհքով տղա էր, թե դանագահարողի, որովհետև Սպիտակում ում էլ որ հարցնենք, երկուսն էլ խելոք հանգիստ տղա են եղել։ Գրիշան սովորում էր Սպիտակի պետական քոլեջում, ծրագրավորող էր դառնալու, 2 փոքր եղբայր ունի։ Սպանության համար կասկածվող 22-ամյա սպիտակցին ըստ համաքաղաքացիների Ռուսաստանում էր աշխատում, նոր էր վերադարձել։ Էլեկտրիկ էր, ավտոէլեկտրիկ, նորմալ խելոք տղա, ում էլ որ հարցնենք, հանգիստ մարդ է։ Ողբերգությունից դեռ ուշքի չեկող Սպիտակում մարդիկ իրենց մի հարց են տալիս, որտեղից այսքան դաժանություն երիտասարդների մեջ։ Ուզում են հավատալ, որ Գրիշայի մահը սթափության կկոչի տաքարյուն երիտասարդներին։ Լեզվով կարան հարց լուծեն, խոսան, այդ կարգի չէ։ Որ մեր ազգը вообще ասոցիացել է, ու եթե մարդը ասուց չի վախենում, ինքան ենք հայլել, կարա նու սպասողնյան։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Կրիմինալը Հայաստանում անգամ դպրոց է մտել, գրեթե ամեն ամիս Երևանում եւ մարզերում հրազենի կիրառմամբ ռազմորկաների մասին է հայտնում ոստիկանությունը։ Մեկ ամսում դպրոցներում դանակով հարձակումների աշակերտների վիրավորվելու 8 դեպքի մասին է հայտնի դարձել։ Կայծակնային արագությամբ աճում են կրիմինալ դեպքերը հանրակրթական դպրոցներում։ Վերջին մեկ ամսում միայն մամուլը 8 դեպքի մասին հայտնեց։ Վերջինը օրեր առաջ մարտի 18-ին էր։ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա։ Նա վնասվածք է ստացել դպրոցում ծեծկրտուքի ժամանակ։ Մարտի 11-ին Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը, իսկ դասասենյակում հայտնաբերվել են 2 գաղտնի փականով դանակներ։ Միայն մարտի 6-ին 4 դեպք է եղել տարբեր դպրոցներում։ Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի դասասենյակում աշակերտների վիճաբանություն է եղել, որի ժամանակ նրանցից մեկի դեմքին եւ մարմնի տարբեր մասերին ձեռքերով հարվածներ են հասցրել։ Գեղարքունիքի դպրոցներից մեկում ծեծկրտուքից ստացած մարմնական վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Նույն օրը Երևանի կենտրոնի դպրոցներից մեկի դիմաց 14-ամյա տղաները վիճել, հայհոյել եւ հարվածել են միմյանց։ Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանից ցած է ընկել ուսուցչի աչքի առաջ։ Աշակերտը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 3-ին Նոր-Նորքի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտների ծեծկրտուք է եղել։ Նրանցից մեկի ակնոցը կոտրվել եւ վնասել է աշակերտին։ Երեխան դիմային շրջանի փափուկ հյուսածքի վնասված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 18-ին էլ Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում իրար ծեծել են ֆիզկուլտուրայի 27-ամյա ուսուցիչն ու աշակերտները։ Երբ մենք երեխայի ձեռքը տալիս ենք իրավունք հասկացությունը առանց պարտականության եւ դաստիարակության մենք անխուսափելիորեն պիտի բախվեինք այդ խնդրի հետ։ Այսօր ուսուցչի դաստիարակող դերը նսեմացնելը անխուսափելիորեն բերելու էր այս հետևանքի։ Երբ երեխան կարող է մատ թափ տալ ուսուցչի վրա եւ թույլ չտալ, որ իրեն դաստիարակեն, դա անխուսափելիորեն բերելու էր այս հետևանքների։ Այն ինչ որ ունենք այսօր, դա այն է, ինչ մենք ցանել ենք, կարելի ասել, հնձում ենք հետևանքները։ Հոգեբանը պնդում է դեռահասների անպատժելիությունն ու անտարբերությունը վաղ թե ուշ պետք է իր բացասական հետևանքները ցույց տար։ Դպրոցներում չարաբաստիկ դեպքերի այսպես կոչված հերոսները հիմնականում 14 տարեկան դեռահասներն են։ Եթե նրանց աչքաթող անեն, գուցե ապագայում հետևանքներն ավելի աղետալի լինեն։
Մենք չենք կարողանում երեխաներին մի բան ասել, անմիջապես ծնողը կռիվ է գալիս, ուսուցիչները իրենց գլուխը ցավից ազատելու համար սկսել են չզբաղվել նույնիսկ դաստիարակությունով, որտեղ ով զբաղվում է, հետո ընկնում է պատմության մեջ։ Տնօրենները չեն ուզում ընկնեն պատմության մեջ, որտեղ ծնողները գալիս են իրենց երեխաներին պաշտպանելու համար, երեխաները պաշտպանում են իրենց ծնողներին, հատկապես տղաները մայրերին, այսպես առաջանում է հետաքրքիր պարադոքս։ Նախ վերահսկողություն պետք է սահմանվի դպրոցի ժամերին, ինչու են դեռահասները դրսերում, ինչու դպրոցում չեն, այս վերահսկողությունը չկա պետականորեն սահմանված, պետք է դպրոց մուտքը վերահսկվի, արդեն եթե հայտնի դեպքեր կան, կարելի է ստուգել նաև դեռահասների գրպանները, արդյոք սառնզենք կա, թե չկա։ Հանրակրթական դպրոցներում չկա պետական պատշաճ վերահսկողությունը, հազանգում է սահմանադրագետը։ Լրջագույն խնդիր է այն հանգամանքը, որ չունենք ըստ էության համապարփակ վերլուծական աշխատանքներ իրավասու մարմինների կողմից։ Ծեծկրտուկ, դանակահարություն, հանցագործություններ, այս ամենը պետական կառույցների թերի աշխատանքի պատճառով է։ Դպրոցներում հանցագործությունները կանխելու համար օրենսդրական կարգավորումներ են պետք։ Ունենք բնագավառի օրենսդրություն։ Դա կրթության մասին օրենքն է, հանրակրթության մասին օրենքն է, մինչև 2030 թվականը կրթության զարգացման մասին օրենք ունենք ընդունված, ու ցավոք սրտի այս օրենքներում բռնության հանրակրթական միջավայրում, կրթական միջավայրում այս տարիքային խմբերի հետ կապված բռնության կարգավորումներ չունենք։ Մենք ունենք նախարարության կից գործող տեսչական մարմին կրթության բնագավառի։ Ինչով է զբաղվում այդ տեսչական մարմինը։ Ամեն ինչ սկսվում է դպրոցից եւ տեղին են Բիսմարկի խոսքերը. եթե տնտեսենք դպրոցի վրա, վաղը բանտեր կկառուցենք, եթե տնտեսենք բանակի վրա, կփորենք գերեզմաններ։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Նորայր Շարբաթյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Վախեցնող թվեր են հրապարակվել հղիության արհեստական ընդհատման հետ կապված, իսկ կառավարության վերջին որոշումը ցնցել է ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև իրավապաշտպաններին։ Մեր երկրում մինչև 8 շաբաթական հղիության դեղորայքային ընդհատումները այսուհետ կարող են կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում։ Կառավարության այս որոշման հնարավոր ծանր հետևանքները մի ռեպորտաժում է հավաքել Աննա Գյուլնազարյանը։ Թող իրենց ուղեղները աբորտ անեն։ Այո, որ քչանան։ Քիչ են քչացած, աղջիկ ջան։ Խոսքեր անգամ չունեմ ասելու, փաստորեն ապագա կա, հա։ Այնինչ վերջերս են լսել քաղաքացիները, շոկի մեջ է գցել իրենց։ Կառավարության որոշմամբ մինչև 8 շաբաթական հղիության դեղորայքային ընդհատումները այսուհետ կարող են կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում։ Այստեղ առողջապահական առումով մենք ունենք լուրջ խնդիր, այսինքն շատ արտահիվանդանոցային հաստատություններ չունեն հասարակ ուլտրաձայնային հետազոտության հնարավորություն։ Մարզային պոլիկլինիկաները, գյուղական ամբուլատորիաները չունեն այն սարքավորումները, որոնք կապահովեն հղիների հետազոտությունը, որպեսզի դեղահաբեր տրամադրեն հղիությունը անվտանգ ընդհատելու համար։ Առանց սոնոգրաֆիկ հետազոտության, առանց հստակ չափսերը որոշելու հղիության, առանց տեսնելու պտղի տեղակայումը, մենք ասում ենք կարող է կանել դեղորայքային ընդհատում։ Լավագույն դեպքում հետաբորտային արյունահոսություն, անպտղություն, նույնիսկ մահ, այսքան վտանգավոր են արտահիվանդանոցային պայմաններում կատարվող հղիության ընդհատումները։ Այդ աղջիկը ասում է առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիրը։ Ինչա, պետք է վազեն իրանց գյուղի ամբուլատորիան եւ դեղորայք ստանան, որպեսզի հղիությունը դադարի։ Այս փոփոխությունը միակը չէ։ Անուշ Պողոսյանը մեկ այլ աղետալի խնդիր է տեսնում։ 16 տարեկանից բարձր անչափահասները եւս կարող են ինքնուրույն որոշել ընդհատել հղիությունը։ Ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը պետք է միայն, եթե հղիությունը որոշել է ընդհատել մինչև 16 տարեկան երեխան։ 16 տարեկանից հետո երեխան, որը անչափահաս է, դեռ համարվում մեր օրենսդրությամբ, կարող է ինքը որոշել եւ ինքը հղիությունը ընդհատել։ 16 տարեկան երեխայի հղիության ընդհատումը լի է բազմաթիվ առողջապահական բարդություններով, որովհետեւ այդ երեխայի օրգանները կանանցի դեռ ձևավորված չեն, հորմոնալ ֆոնը դեռ ձևավորված չի, ու մենք կատարում ենք հղիության ընդհատում։ Հատկապես դեռահասների աբորտի առաջացրած խնդիրների մասին շատ է խոսվել։ Մասնագետները զգուշացնում են, վտանգավոր է առաջին հղիության ընդհատումը։ Վտանգավոր է նրանով, որ բազում մտաբորտները կարող են բերել արգանդի լորձաթաղանթի վնասման եւ ուրեմն հնարավոր է արգանդի խոռոչում կպումների առաջացում,
որը անգամ կնոջը այլևս անպտղության կարող է հասցնել։ Անպտղության հավանականությունն ավելի կմեծանա, եթե հիվանդանոցային հետազոտություններ չկատարվեն եւ չսահմանվի վերահսկողություն արտահիվանդանոցային աբորտների դեպքում, վստահեցնում է բժիշկը։ Ի սկզբանե պետք է ինքը հետազոտվի կինը, անալիզներ որոշակի հանձնի, հետո արդեն դեղորայքը տրվում է, սխեման տրվում է, թե ինչպես նա պետք է օգտագործի, բայց բժիշկի հսկողությամբ, վայրերում որտեղ տեխնիկական հնարավորությունները չունեն, բնականաբար չի կարելի դա անել։ Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների Հայաստանում 2024 թվականին 2023-ի համեմատ ծնելիությունը նվազել է 8%-ով։ 8% անկման ֆոնի վրա մենք դնում ենք այսպիսի ինչ-որ ճակերտավոր բարեփոխումներ ենք անում, որը որ իրականում ազգային անվտանգության խնդիր է։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Վարդանանք կրթահամալիրում այսօր բարեգործական Երուսաղեմ կրթօջախը Networking for Donoring կազմակերպության եւ Յոլյան արյունաբանական կենտրոնի հետ համատեղ ակցիա է կազմակերպել, բարձրացնելու դոնորության դերը, ցուցադրելու բարության ուժը ու առողջ ապրելակերպի կարեւորությունը։ Երեխաների համար որպես օրինակ ուսուցիչներն ու ծնողներն էին։ Վարդանանք կրթահամալիրում հաճելի իրարանցում է, այս անգամ պատճառը ամենօրյա ուրախ դասերը չեն։ Կյանքեր փրկողների հերթ է դպրոցում, այստեղ այսօր ժամ առ ժամ ավելանում են արյան դոնորները։ Բարեգործական այս ակցիան նախաձեռնել են Վարդանանք կրթահամալիրը, Networking for Donoring կազմակերպությունը, Յոլյան արյունաբանական կենտրոնը։ Մի անգամից կրթահամալիրը ոգևորություն ապրեց, որովհետև մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս խնդիրը լուծելը, սա հայրենասիրության մի դրսևորում է։ Ուսուցիչներն ու ծնողներն են դոնորները, աշակերտներն այսօր ամենակարևոր դասն են ստանում։ Կային մարդիկ, ովքեր որ խոսում են հիմա առողջապահության, մարդկանց արյան հանձնելու մասին եւ նույնիսկ այն բան, երբ որ ես պետք է խոսափող փոխանցեմ, ես միաժամանակ լսում եմ այդ ամենը եւ սովորում եմ։ Շատ հաճելի է, որ հենց մեր կրթօջախում է կատարվում։ Այդ պահին շատ երջանիկ եմ, քանի որ մեր երկրում կային այսպիսի բարի ծնողներ, ուսուցիչներ, մարդիկ, ովքեր պատրաստ են գալ իրենց անունը տալ ուրիշ մարդու կյանքը փրկելու համար։ Երիտասարդ սերունդը ծանոթացավ, հասկացավ կարևորությունը դոնոր դառնալու, ինչքան դա կարևոր է մեր պետության համար։ Հայրենասիրության ամենահիմքերից մեկը դառնալ լավ մարդ, պետությանը պիտանի մարդ, իսկ դա առանց կրթության դժվար եմ ես պատկերացնում։ Արյուն հանձնելու համար ավելի շատ ծնողներ են եկել, քան նախապես ցուցակագրվել էին։ Շատ կարևոր էր, որ մեր արձագանքին ծնողները շատ պատրաստական եղան։ Դոնորների առողջական վիճակը պարտադիր ստուգվում է։ Դրանից հետո միայն թույլատրվում է նրանց արյուն հանձնել։ Կարիքը կա արյան պաշարները լրացնելու, որտեղ արյունաբանականը հանդիսանում են հիմնական կենտրոնը, որտեղ բուժվում են սակավարյունությունով հիվանդներ եւ շատ խնդիրների պարագայում հենց արյունը փրկում մարդկանց կյանքը։ Վարդանանք կենտրոնը այսպես խանդավառված որոշեց, որ մյուսը ինքն է լինելու եւ աջակցելու է այս հարցում։ Վարդանանքը առաջին դպրոցն է Հայաստանում, որ համագործակցում է արյունաբանական կենտրոնի հետ, ասում է դպրոցի հիմնադիր Գայանե Սողոմոնյանը։ Այս գործընթացը նոր չի, որ իրենք իրենց մասին մեզ հիշեցնում են, իրենք պարբերաբար են այս մասին հիշեցնում։ Տարիներ առաջ նույնիսկ մենք նորից համագործակցել ենք եւ որպես դպրոց ենք մենք առաջին անգամ միացել այս շարժմանը, որովհետեւ կարողանանք մեր օրինակով, այս լավագույն օրինակը տարածել դպրոցականների միջև, տարածել դպրոցների միջև։ Բարություն եւ պրոֆեսիոնալիզմ, սրանք են միավորում այսօր Վարդանանքում հավաքված այս մարդկանց։ Որոշեցինք, որ պետք է շղթայենք բարությունը, պրոֆեսիոնալիզմը եւ լավ մարդկանց, ովքեր կարող են միասին հետո ստեղծել նոր գաղափարներ եւ ծառայել հայրենիքին։ Իմ աղջիկը դարձավ այն հաղորդաշղթան, որի միջոցով ես ճանաչեցի տնօրենին, հիմնադրին, ծնողներին եւ միասին շատ հաճախ այստեղ կազմակերպում ենք գեղեցիկ միջոցառումներ, որոնցից մեկն է նաեւ այս բարության հաղորդաշղթան։ Բարության օրը վարդանանքցիներն ավարտում են մեծ միջոցառմամբ։ Երեխաները ոգևորված են, ծնողները ոգևորված են եւ կարծում եմ սա ոչ միայն կոնկրետ արյունատվություն էր, այլ տոնական դաստիարակչական հայրենասիրական դրսևորում։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։
Հայ կինոյի կանանց մի տեղ է հավաքել կինոաշխարհ կայքի խմբագիր Ռուզանա Բագրատունյանը։ Լրագրողի տարիների երազանքն էր ստեղծել մի կատալոգ, որը կհամալրեր համաշխարհային գրադարանների ֆոնդը։ Համր կինոյի խոսուն կանայք ժողովածուի մասին Կարինե Մանգասարյանի ռեպորտաժում։ Համր կինոյի խոսում կանայք ժողովածույով լրագրող Ռուզանա Բագրատունյանը պատմում է 1924-ից 1934 թվականներին տարբեր ֆիլմերում նկարահանված կանանց մասին։ Օլգա Գուլազյան, Տատյանա Մախմուրյան, Արուս Ոսկանյան, Սաթենիկ Ադամյան, Հասմիկ։ Հասմիկը 6-7 ֆիլմում է խաղացել Համր, բայց հետո ինքը հնչյուն ֆիլմերում էլ է խաղացել։ Եթե դուք որևէ մեկինը վերցնեք ու կարդաք, հատկապես այդ հետագիծ ունեցող դերասանուհիները, դուք կտեսնեք, որ այն գնահատականները, որ ժամանակին գրել են իրենց մասին եւ իրենց կենսագրականները, այնպես միահյուսվել են, որ իսկապես որ կարդում ես, մի անգամից դու տեսնում ես այդ կինո, ով է եղել, ինչ է խաղացել, ինչպես է անցել կինո, շատ սահուն է եղել, որովհետև չափազանց տաղանդավոր, ճաշակով, շնորհալի կանայք են եղել բոլորը։ 1925-ի նկարահանվեց առաջին հայկական համր ֆիլմը Նամուսը, հետո Չարվոքի, Տունը հրաբխի վրա, Անուշ, Կիքոր, Կիկոս, այս ֆիլմերում նկարահանված հայ դերասանուհիների մասին պատմող ժողովածուն կազմելու համար Ռուզանա Բագրատունյանը հայպետ կինոյի արխիվներն է ուսումնասիրել, գրականության եւ արվեստի թանգարանում ժամեր անցկացրել։ Մամուլից, մենագրություններից քաղած տեղեկությունները ամբողջացնելով լրագրողը առաջարկել է բանասիրական գիտությունների թեկնածու կանանց հարցերով փորձագետ Անահիտ Հարությունյանին եւ կինոգետ Սիրանուշ Գալստյանին ակնարկներով հարստացնել ժողովածուն։ Համր շրջանում, երբ որ մենք դիտարկում ենք ոչ միայն հայկական համրը, այլև այն, որ չնայած այն բանին, որ անգամ երբ պետականություն չենք ունեցել, երբ շատ դժվար ողբերգության, ցեղասպանության միջով անցած եւ ունենալ այդպիսի առաջադեմ կանայք, որոնք Հայաստան պետություն որպես դեռ չկա վերականգնված, հայկական կինո որպես այդպիսին դեռ չկա, բայց իրենք եղել են այնքան առաջադեմ, այնքան ուսյալ, այնքան կրթված։ Համր կինոյի խոսում կանայք ժողովածուի դիզայնով զբաղվել է Լիլիթ Հալթունյանը։ Շուրջ 250 լուսանկար է օգտագործվել գրքում։ Դերասանուհիների լուսանկարները մշակելիս առաջնորդվել է մեկ սկզբունքով՝ ժամանակակից մեթոդներ կիրառել, բայց չմաքրել հնության փոշին։ Այս թիմային աշխատանք էր, Ռուզանայից եկել է շատ մեծ ոգեշնչում ինձ, ես դա ուղղակի վիզուալ արդեն տեսել եմ, երբ որ ինքը խոսել է գրքի մասին, ես վիզուալ տեսել եմ գիրքը, եւ հետո էլ մեզ միացավ Մանեն, ով օգնեց ամբողջ գիրքը անենք, էջադրեց մեր հետ։ Մենք կարծես 3 տարբեր սերունդների կանայք էինք, ովքեր միասին աշխատում էին մեկ ուրիշ տարբեր սերունդների կանանց մասին պատմելու ու աշխարհին ցույց տալու համար։ 1000 տպաքանակով է լույս տեսել Համր կինոյի խոսուն կանայք ժողովածուն։ Կրթության եւ գիտության նախարարության հատկացրած դրամաշնորհի արդյունքում լույս տեսած գիրքը կհամալրի համաշխարհային գրադարանների ֆոնդը։ Պիտի ասեմ, որ դա գրահրատարակության ոլորտում գործող ծրագիր է դրամաշնորհային, որը կոչվում է Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն, եւ ծրագրի շրջանակում հրատարակված գրքերից օրինակներ հիմնականում ուղարկվում են աշխարհի տարբեր գրադարանների հայկական ֆոնդերը համալրելու համար։ Նվիրյալներ, աննկատ դերեր, չերևակված անուններ, մշակույթի դեսպաններ, բաժիներից է կազմված ժողովածուն։ Ռուզանան պարզել է հայ կինոյի համր ժամանակաշրջանում կինոարտադրությունում ներգրաված է եղել ավելի քան 250 կին, մոնտաժային սոսնձողներ, հավաքող, պոդբորշիցա, չորացնող, սուշիլչիցա։ Այսօր ձեռքի աշխատանքներին փոխարինում են առաջատար տեխնոլոգիաները, մինչդեռ մեկ դար առաջ այս մասնագետների շնորհիվ են մեզ հասել համր ֆիլմերը։ Ինձ պետք էր հասկանալ, քանի կինո աշխատել արտադրության մեջ։ Դերասաններինը շատ պարզ էր, կատալոգում նայում էի, ֆիլմերը նայում էի, ես հասկանում էի, ովքեր են, ինչ են։ Տարիներ շարունակ կինոաշխարհ կայքի խմբագիրը երազել էր հայ կինոյի կանանց լիակատար կատալոգ ստեղծել։ Այսօր նրա երազանքը այս ճերմակ տեսքն ունի։ Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։
Եղանակի մասին Երևանում եւ շրջանների զգալի մասում ձյուն է։ Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը տատանվում է 20-ից 30 սանտիմետրի սահմաններում։ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2 օրից մարտի 24-ից 27-ը, ցերեկային ժամերին 8-ից 10 աստիճանով։ Այսօր ժամը 9-ի դրությամբ կիսով չափ հոսանքազրկվել էր Դիլիջանի թունելը, Դիլիջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից Հայլուրին ասել են, որ թունելում արդեն լույս կա։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, ամուր եղեք։